Շատ լավ, եկեք մենք հարցեր քննարկենք, հա, մինչև մեր մյուս մասնակիցները կմիանան։ Այսօր քննարկելու ենք շատ կարող եմ ասել հայտնի խնդիր, հա, եւ այնպիսի խնդիրներ, որոնց բախվում են, հա, ոչ միայն այն մարդիկ, ովքեր նոր են սկսում լեզուն սովորել, այլ նաև նկատել են, որ այն ուսանողները, հա, որոնք ունեն որոշակի մակարդակ, բայց բախվում են այս խնդրի հետ, այսինքն ունենում են խոսելու, ինչ որ բառեր գտնելու, հա, իրենց միտքը արտահայտելու խնդիրներ։ Դրա համար կփորձենք այսօր անցնել խնդիրների, հա, կվերլուծենք այս խնդիրները եւ որոշ լուծումներ ես ձեզ կառաջարկեմ, հա, որոշ խորհուրդներ, թե ինչպես աշխատեք այս գործոնների հետ։ Նախ եկեք տեսնենք մի քանի խնդիր եւ կխնդրեմ նորից արձագանքեք, հա, չաթում եւ հասկանանք, թե դուք ունեք այս խնդիրները, թե ոչ։ Առաջինը նայեք, ես գիտեմ բառեր, բայց ամաչում եմ խոսել։ Ոյ, դուք ինչ չեք լսում։ Okay։ Շատ լավ։ Երևի Կարենի մոտ խնդիր է իր մոտից, քանի որ տեսնում եմ, որ չաթում ամեն ինչ լսվում է։ Երևի խնդիրը հենց Կարենի մոտ։ Լավ, անցնենք առաջ։ Եկեք նայենք այս խնդիրը, հա, վերադառնանք այս խնդրին։ Ես գիտեմ բառեր, բայց ամաչում եմ խոսել։ Ինչ որ մեկը այստեղից ունի այս խնդիրը, այսինքն նկատել եք, որ գիտեք, սա կարող է լինել այնպիսի դեպք, որ օրինակ դուք սովորում եք, դուք ունեք թեկուզ միջին մակարդակ, բայց ամաչում եք խոսել։ Այսինքն թեկուզ լեզվակիրների հետ կարող է շփվել կամ արտերկրում խոսում եք, բայց զգում եք, որ ինչ-որ բան ձեզ պահում է խոսելիս։ Խնդրեմ չաթում արձագանքել, այսպիսի խնդիր ունեք, թե ոչ։ Ունենք նաև երկրորդ խնդիրը, ես ամաչում եմ սխալ անելուց անգլերեն խոսելիս։ Երրորդ խնդիրը, որ կարող ենք տեսնել, ուրիշների հետ խոսելիս ես մոռանում եմ որոշ բառեր։ Կրկին սա առաջի խնդրի նման է, բայց մի փոքր ուրիշ կոնտեքստ է, այսինքն այստեղ կարող է հենց հատուկ լեզվակիրների հետ խոսեք, հա, բայց մոռանաք ինչ-որ բառեր կամ էլի կրկին կարող է սպეციფიկ, հա, մարդկանց հետ փորձեք խոսել, բայց չկարողանաք ձեր մտքերը արտահայտել, հա, ինչ-որ ֆիլերներ օգտագործեք։ Եվ այստեղ ունենք նաև չորրորդ խնդիրը։ Այս խնդիրը կարող եմ ասել, որ ավելի շատ հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր սկսում են սովորել անգլերեն, հա, արդեն իսկ, այսինքն լինում է այնպես, որ դասերի ընթացքում սովորում են ինչ-որ տեսակի բառեր, բայց կամ նյութերը սովորում են, հա, բայց որոշ ժամանակ անց զգում են, որ այս բառերը ընդհանրապես չեն հիշում։ Այսինքն սա մի փոքր ուրիշ խնդիր է, բայց նույնպես հանդիպում է անգլերեն լեզու սովորողների մոտ։ Խնդրեմ, եթե այս խնդիրն էլ կա ձեզ մոտ, անպայման նշեք չաթում։ Մենք այսօր բոլոր խնդիրները վերլուծելու ենք, դրա համար անպայման մեթոդներ կառաջարկվեն, հա, այսինքն թե ինչ լուծումներ, ինչպես կարող ենք այս խնդիրների հետ աշխատել։ Եթե կա ձեզ մոտ, անպայման նշեք, որպեսզի անցնենք առաջ։ Անպայման կանցնենք եւ որոշ խորհուրդներ ձեզ կներկայացնեմ, թե ինչպես հիշեք բառերը։ Okay, կարծում եմ համարյա բոլորի մոտ էլ, հա, այս խնդիրներից ինչ-որ մեկը հանդիպում է կամ հանդիպել է։ Եկեք հիմա հասկանանք, թե ինչու է դա տեղի ունենում եւ ինչպես կարելի է հաղթահարել այն։ Նայեք, ես այսօրվա ընթացքում կփորձեմ ինչքան կարող եմ ինֆորմացիա տալ, այսինքն բացատրել, թե այս խնդիրները հիմնականում ինչի հետ են կապված։ Բարև ձեզ։ Իհարկե, եթե
խորանանք այս թեմայի մեջ, կարող ենք ավելի շատ գործոններ գտնել, բայց ձեզ համար առանձնացրել եմ երկու կարևոր գործոն, հա։ Առաջինը հոգեբանական գործոնն է, երկրորդը լեզվական գործոնը, հա։ Առաջինը ինչն է հոգեբանական գործոնը։ Օրինակի համար, եթե մենք եկեք մի րոպե ձայնը կամացացնեմ, հա, որ մյուս մասնակիցներին չխանգարի, հա։ Okay. Նայեք, հոգեբանական գործոն։ Այսինքն ինչ է սա իրենից ներառում։ Օրինակ շատ մարդիկ, ես ունեմ շատ ուսանողներ, ովքեր հենց առաջի դասին, հա, ինձ մոտ դաս են վերցրել, մենք սկսել ենք խոսել, իրանք ինձ ասել են, որ ես ամաչում եմ խոսելուց։ Okay, լավ, ամաչում ենք, բայց ինչից ենք ամաչում։ Ինչ որ վախ կա։ Եվ եթե ես որ հարցրել եմ, okay, այդ վախը ինչից է գալիս, դա եղել է սխալվելուց։ Նորից այդ հետ եկանք մեր թեմային։ Այսինքն ինչ հանգամանքների պատճառով է սա առաջանում, ձեզ կներկայացնեմ մի քանի, հա, տարբերակներ, թե ինչի պատճառով կարող է լինել, կարող է այս վախը կարող է առաջանալ, հա, այս վախը ձեզ մոտ։ Կրկին շատ տարբերակներ կան, բայց կներկայացնեմ մի քանիսը։ Տարբերակ առաջին, այս վախը եկել է դպրոցից, այսինքն ոնց կարող է լինել սա։ Միգուցե դպրոցում եղել է օրինակ հենց անգլերենի դաս, հա, որտեղ ձեզ ինչ-որ հարց են տվել, հա, եւ ինչ-որ թեկուզ կարող է բառերի հետ կապված ինչ-որ բան լինել եւ բոլորի առջև, հա, եղել է այնպիսի իրավիճակ, որ դուք չեք հիշել դա։ Եվ բնականաբար դա արդեն կոչվում է հենց public shaming-ն է, հա, երբ որ բոլորի առաջ ինչ որ բան չեք հիշում, դա արդեն հենց դրա զգացողության սկիզբն է, եւ բնականաբար երկրորդ գործոնը զրո աջակցություն, այսինքն այնպիսի իրավիճակ, որ դասատուն նույնպես ձեզ չի աջակցել, ասել է, ինչ վատ է, հա, նստիր, չգիտես, սա, այսպիսի ինչ որ բան կարող է լինել եւ որից հետո իդեպ հետաքրքիր փաստ, որ ես նկատել եմ, որ նաեւ ուսանողները սկսում են չսիրել լեզուն։ Այսինքն կարող է մեկ էլ ինձ մոտ կան դասի, ասեն, հա, դպրոցից հետո ես մի տեսակ չեմ սիրում անգլերեն լեզուն, ու ժամանակի ընթացքում ես հասկանամ, որ ստեղ խնդիրը ընդհանրապես լեզվի հետ կապված չի։ Ստեղ խնդիրը կապված է ինչ որ ուսուցչի հետ, հա, կամ ինչ որ մոտեցման հետ, այսինքն շատ խիստ մոտեցում է առանց ինչ որ հասկանալու տվյալ աշակերտի խնդիրները։ Սա մի տարբերակ է, մյուս տարբերակը, գիտեք, նույնպես շատ հաճախ հանդիպող տարբերակ է, օրինակ դուք հենց կայացած եք, հա, դուք աշխատում եք կամ դուք սովորում եք, դուք ինչ-որ բանի հասել եք արդեն, չէ, դուք տենց լուրջ քննություններ եք տալիս, ամեն ինչ լավ է եւ ահա նոր կյանքի էտապ, որտեղ դուք նորեկ եք, դուք սովորում եք ինչ-որ բան զրոյից եւ ձեզ համար այդ զգացողությունը վախ է առաջացնում, բա ինչ անել, բա որ ինձ մոտ չստացվի։ Այստեղ երկրորդ գործոնը, որ ես նշել եմ, նույնպես կապված է ուսուցչի հետ, այսինքն կարող է լինել այնպես, որ դուք կրկին ունենաք զրո աջակցություն, դրա մասին անպայման մի փոքր ուշ էլ կխոսեմ, բայց դա նույնպես կարելի ասել այս վախը ավելի է կատարելագործում, երբ որ դուք չունեք աջակցություն, հա, հերիք չի ինչ որ նոր էտապ է, եւ ինչ որ մեկը ձեզ չի օգնում, հա, չի հասկանում ձեր դրությունը։ Եթե հանկարծ այս երկու տարբերակներից ինչ որ մեկը ձեզ մոտ պատահել է կամ չգիտեմ, նման խնդիր, այսինքն այս դպրոցը միայն ուսուցչի հետ կապված չէ, կարող է լինել, որ դուք ուրիշների հետ շփվելիս, հա, ինչ որ կոմպլեքսներ զգաք, որ օքեյ, ես մարդը ինձնից ավելի լավ է խոսում, թեկուզ դպրոցում կամ ինչ որ համալսարանում էլ, հա, եւ դա էլ բերի վախի, որը դուք իրականում չեք հասկանում, բայց որ խորանում եք, ասում եք, լավ, դա ինչից է եկել, չէ՞։ Այսինքն, եթե այս երկու տարբերակներից ինչ-որ մեկը հանդիպել է, խնդրում եմ նշել չաթում։ Եվ ինչ խնդրի լուծում է այս դեպքում առաջարկվում իմ կողմից։ Նայեք, հոգեբանական վերլուծություն, ինչքան էլ որ կարծում եմ որոշ մարդիկ չունեն ժամանակ կամ չեն ընդունի սա, հա, բայց այստեղ խնդիրն այն է, որ եթե դուք չանցնեք ձեր վախերով, հա, այսինքն չհասկանաք ինչից է դա գալիս, դուք այս խնդրին լուծում չեք տա, այսինքն դուք պետք է որոշակի հարցերի միջոցով
մի հատ հասկանաք, ինչից եմ ես վախում, հա, ինչն է խնդիրը, որ կամ ինչ օրինակ ես վախենում եմ բոլորի առջև խոսելուց, հա, այսինքն որոշ տեսակի հարցերով մի հատ վերլուծեք ձեզ հասկանաք ավելի լավ։ Մի լավ տարբերակ կա, որը journaling-ն է, այսինքն որ գրում եք, հա, միգուցե ինձ մոտ դա ավելի լավ է ստացվում, ես ինձ ավելի լավ եմ հասկանում այդպես։ Կարող եք գրելով էլ անգամ հարցերի միջոցով հասկանաք, որն է խնդիրը։ Այսինքն դա կարող է ոչ թե տևել 1 օր, 2 օր, դա կարող է ձեզնից բավականին ժամանակ խլել, բայց եթե դուք մոտենաք այս հարցին լուրջ, հաստատ լուծում կստանաք։ Երկրորդը աջակցող ուսուցիչ, ինչպես եւ նշեցի, սա շատ կարևոր գործոն է։ Այսինքն դա ոչ միայն եւ կարելի ասել, որ շատերը սա չեն նկատում, որովհետև անկեղծ իմ օրինակից էլ, հա, ես երբ որ ընդունվում եմ ամերիկյան համալսարան, հա, պարապում էի TOEFL-ի համար, իրականում այնպիսի էտապ էր, որ օքեյ, սա իմ ուսուցիչն է, հա, ես պարտավոր եմ գնալ իր մոտ, ինքը ինձ կսովորեցնի, ես քննությունը կհանձնեմ։ Բայց դա մի փոքր այդպես չէ, հատկապես մեր տարում, երբ որ այսքան, հա, հնարավորություններ կան եւ դուք կարող եք ուսուցիչներին փոխել, գտեք աջակցող ուսուցիչ, որը երբ որ դուք ասեք, էս ինչ դժվար է, ես չեմ հասկանում այս թեման, ոչ թե կասի դե լավ, ոչինչ, այս վարժությունը արա, ասենց մի բան, այլ իրականում ձեզ իրոք կաջակցի, այսինքն կասի սա նոր թեմա, սա նոր էտապ է, հա, այսինքն սովորելը դա պրոգրես է, սովորելը միանգամից չի ստացվում, դուք պետք է սխալներ անեք, որ դա լինի, այսինքն այնպես ձեզ կաջակցի, որ դուք էլ այս միտքը ձեզ մոտ դուք կմոռանաք այդ միտքը։ Հիմա օրինակներ եմ բերում, բնականաբար դա ավելի լուրջ թեմա է, բայց դե ձեզ պետք է աջակցեն, դուք պետք է հասկանաք, որ ձեզ հետ մենտոր է, ով հասկանում է ձեր խնդիրը եւ ամեն ձեզ աջակցում է, որպեսզի դուք հասնեք, հա, ձեր նպատակին։ Ոչ միայն աչք փակելով այդ ամենի վրա, որ ձեր մոտ ինչ-որ բան չի ստացվում։ Չի ստացվում, կստացվի, այսինքն եկեք փորձենք այս։ Հիմա ես ուսանողներ ունեմ, հա, ես ուսանող ունեմ, ով 70 տարեկան է եւ շատ դասատուների մոտ է պարապել եւ երբ որ ինձ մոտ եկավ, ասաց, որ ես բառեր չեմ հիշում։ Բայց երբ որ ես հարցրի, օքեյ, դուք ո՞նց եք սովորում բառերը, ասաց, դե ուղղակի գրած է, կարդում եմ, հետո բացատրությունը։ Այս դեպքում պետք է աջակցել, հա, այսինքն երբ որ դուք ստանաք աջակցություն, հա, միգուցե դա գիտեք, մի այսպիսի մեթոդ է, որը ձեզ համար չի աշխատում։ Եկեք փորձենք այս մեթոդը, որը կներկայացնեմ ձեզ մի փոքր ուշ, օրինակ ֆլեշ-քարտերի միջոցով, հա։ Եկեք սա, եթե դա էլ չստացվի, մի մտածեք, մենք ունենք նաև այսպիսի մեթոդ։ Այսինքն շատ խնդրում եմ, շատ ուշադրություն դարձրեք ձեր ուսուցչին կամ ձեր մենթորին, որին դուք վստահում եք, որովհետև բավականին տոկոս, հա, ձեր սովորելու արդյունքի մեծ տոկոսը նաև կախված է այդ աջակցությունից, որին մենք ցավոք սրտի ուշադրություն չենք դարձնում։ Այսինքն, եթե ես էլ հիմա հետ գնայինակ այդ TOEFL-ի իմ դասերին, միգուցե ես փոխեի ուսուցչին, ուսուցիչը լավն է, հա, ամեն ինչ շատ օքեյ է, բայց ես չեմ ստացել աջակցություն, որը բնականաբար իմ համար դժվարացրել է process-ը։ Եվ հետո երևի որ փոխեցի ուսուցչին, ես մի ամսում հանձնել եմ TOEFL-ը, այսինքն աջակցությունը շատ կարևոր է։ Երրորդը դիսցիպլինայի զարգացում, ինչ եմ ես սա շատ կարևորում։ Նայեք, քանի որ հիմնականում մոտիվացիան եւ դիսցիպլինան, հա, խառնում են եւ մտածում են, որ մոտիվացիան շատ կարևոր է։ Նայեք, այսպես ասեմ, որ մոտիվացիան կարող է լինել այսպիսին, որ կարող է մի օր ձեզ մոտ լինի, մյուս օրը չլինի։ Այսինքն դուք պետք է աշխատեք հենց դիսցիպլինայի վրա։ Դա նշանակում է, որ օրինակի համար, եթե դուք անգլերեն եք պարապում ինքնուրույն, հա, կամ ուսուցչի հետ, դուք առանձնացնում եք, մի տարբերակ եմ ասում, առանձնացնում եք շաբաթվա մեջ մի քանի օր, հա, եւ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ դուք 1 ժամ տրամադրում եք անգլերենին, օրինակի համար, բայց անգլերենին, այսինքն դուք անցնում եք քերականություն, դուք անում եք վարժություններ եւ ինչ որ ծրագրով, հա, առաջ եք գնում։ Քանի որ օր կա, երբ որ մենք մոտիվացված ենք եւ երբ որ մենք արթնանում ենք, ասում ենք, օքեյ, ես առավոտը գնում եմ օրինակի համար ջիմ, դրանից հետո կգամ, կանեմ անգլերենից դասը, հետո էս կանեմ, այն կանեմ, բայց օր կա, մենք ոչ մի բան չենք ուզում անել, բոլորիս մոտ էլ դա պատահում է։ Այս դեպքում երբ որ դուք արդեն աշխատած եք լինում ձեր դիսցիպլինայի վրա, ձեզ դա օգնում է եւ դուք արդեն կշարժվեք դրանով, հա, դուք արդեն իսկ որ արտանակել ու զգաք, որ բան չեք ուզում անել, կստացվի այնպես, որ ինչ որ բան ձեզ կդրթի, որ դուք դա անեք։ Այսինքն կրկնվեմ,
դիսցիպլինան ձեզ կօգնի նպատակ դնել եւ ունենալ սովորություններ, որպեսզի դուք հասնեք իրենց, եւ դրա համար ձեզ պետք է մի փոքր ժամանակ, օրինակ կարող եք կարդալ շատ դիսցիպլինայի մասին, ես ինքս եմ իր մասին շատ խոսում, որ շատ տեղեր գրված է, օրինակ մի ամիս, երբ որ դուք ինչ-որ մի բան անընդհատ անեք, դա ձեզ մոտ կստացվի։ Բնականաբար շատ ինդիվիդուալ է, դրա համար խորհուրդ կտամ դուք ինքներդ հասկանաք, ձեզ ոնց է հարմար, ձեզ ոնց է կոմֆորտ եւ այդպես աշխատեք այս ուղղության վրա։ Սա լուծումներից մի քանիսն է, հետո խոսենք նաև լեզվական գործոնից, հա։ Դե բնականաբար, եթե դուք հոգեբանականի վրա աշխատեք, մյուս գործոնը ավելի պարզ գործոն է, դա լեզվականն է, այսինքն այն, որ մենք բառեր չենք հիշում, քանի որ մենք այդ բառերը դե ուղղակի չգիտենք, այսինքն բառապաշարի բարելավումը բնականաբար մեզ տեղ կօգնի, մեզ նաև պետք է պրակտիկա։ Այսինքն օրինակի համար եկեք, քանի որ օրինակ բերեցի ֆիթնեսից, հա, ջիմից, երբ որ մենք գնում ենք սպորտի, հա, մենք միշտ ընտրում ենք օրինակ մեզ համար մենթոր ընտեղ, որը մեզ կօգնի։ Այսինքն թեկուզ, եթե դուք YouTube-ան ինչ-որ վիդեոներ չնայեք, ձեզ պետք է, որ ինչ-որ մեկը ձեզ ցույց տա, ձեզ ասի, որ այս վարժությունը այսպես է ճիշտ անել, կամ այսպես է ճիշտ, կամ պետք է չանեք, կամ ընդհանրապես այս վարժությունը պետք չի, չէ։ Նույնն էլ ստեղ ձեզ պետք է պրակտիկա եւ նաեւ այստեղ մենթորն է գալիս։ Այսինքն լավ մենթոր եւ լավ պրակտիկա, հատկապես եթե դուք նոր եք սկսում սովորել անգլերեն։ Եթե դուք դեռ օրինակ ունեք միջին մակարդակ, լավ, հələ մենթորը կարող է ձեզ համար այդպիսի կարևոր դեր չխաղալ, քանի որ դուք կարող եք ինքնուրույն ինչ-որ բաներ գտնել եւ մեծ արդյունքների հասնել, բայց հատկապես եթե սկսնակ եք, խնդրում եմ պարտադիր այս բոլոր կետերին նայեք, որովհետեւ իրենք բոլորը ձեզ կօգնեն բարելավել ձեր անգլերենի հմտությունները։ Նայեք, ուրիշ առաջարկներ, որ ստեղ կա, տեսնում ենք խմբակային դասեր, բոլոր կարող եմ ասել, որ խմբակային դասերը այն բոլոր մարդկանց համար է, ովքեր ունեն ինչ-որ բազային, հա, գիտելիքներ։ Այո, կարող եք կրկին միանալ խմբակային դասերի, եթե դուք նոր եք սկսում, բայց գոնե փոքր խմբերով, հա, որովհետև մի փոքր սկզբից ես ավելի շատ խորհուրդ եմ տալիս վերցնել անհատական դասեր, քան խմբակային դասեր։ Այսինքն, եթե դուք ունեք էլի միջին կամ միջինից բարձր մակարդակ, սա էլ է շատ լավ լուծում ձեզ համար, դուք կարող եք շաբաթը 2 անգամ միանալ խմբակային դասերի, հա։ Speaking club, սա էլ է լավ լուծում, կարող եմ ասել նաև իմ փորձից, որ speaking club-ի ժամանակ դուք պարտավորված չեք, հա, շաբաթը 2 անգամ մտնել։ Speaking club-ը ինքը խոսակցական ակումբ է ուղղակի, եւ եթե դուք ամիսը մի անգամ էլ մտնեք, օքեյ, այսինքն դուք կարող եք անհատական դասեր վերցնեք եւ այն որ մեկ անգամ կողքից մտնեք, որպեսզի պրակտիկա լինի, տարբեր մարդկանց հետ շփվեք։ Կամ կարող է ուղղակի ձեր մակարդակը պահելու համար դուք, չգիտեմ, շաբաթը մեկ անգամ ուզենաք միանալ այս դասերին, այստեղ ավելի շատ պատասխանատվությունը ավելի քիչ է, այսինքն այն առումով, որ դուք չպետք է տնային անեք, որպեսզի մյուս դասը հասկանաք, ոչ, այստեղ ավելի ազատ է ձեր գրաֆիկը եւ դուք կարող եք ինչպես ուզեք, հա, երբ ուզեք միանաք դասերին, այսինքն կրկին ուզում եմ կարևորել մենտորի դերը, որին քիչ կարևորություն ենք տալիս, բայց պարտադիր ունեցեք այնպիսի մենտոր, որ ձեզ կօգնի, ձեզ կմոտիվացնի եւ ձեզ կաջակցի։ Շատ լավ։ Ինչու է նաև ուսուցիչը, հա, կարևոր, նայեք, անգլերենի մակարդակը այնպես կարող է լինել, որ օրինակի համար ես ունեի ուսանող, ով որ միացել էր իմ դասերին եւ երբ որ ես հարցրել եմ ինչ մակարդակ ունի, հա, ուսանողը, ինքը ինձ նշել էր, որ ինձ մոտ B1 մակարդակ է։ Բայց դասի ընթացքում հա ես նկատում էի իհարկե ուսանողին հենց B1 level-ի նյութերով ես հասկանում էի, որ ինքը ուներ այդպիսի մակարդակ, բայց մեկ էլ այնպիսի սխալներ կար, օրինակ, չգիտեմ, make or do բայերի սխալներն էր, հա, կամ այնպիսի կամ A2 level-ի սխալներ, որոնք արդեն իսկ ցույց էին տալիս, որ լավ, միգուցե կամ մտնում ասում եմ B2 level ունեն, մեկ էլ նրանց սխալներ են անում, որ մտածում ես, որ ուսուցիչը արդեն կհասկանա, հա, որ պետք է նաև անցնել այս թեմաներով, հա, այս մակարդակն է, պետք է հասկանալ ինչ անել։ Այսինքն ձեզ ուսուցիչը շատ կրկին ճիշտ ուսուցիչը, հա, ձեզ համար կգտնի, կհասկանա ձեր անգլերենի մակարդակը։ Անգամ խոսելիս լինում է այնպես, որ դուք ունեք B2 level, բայց մեկ էլ դուք այնպիսի թեթև sense
կամ նենց թեմա եք մոռանում, որ ձեր ուսուցիչը խոսքի մեջ պետք է ընկալի հասկանա, որ լավ, այս թեման ոնց որ դուք չեք հիշում, մի րոպե մի հատ տնային առաջադրանք ուղարկեմ ու դուք այդ թեման մի հատ վեր հիշեք։ Ինչպիսի վարժություններ դուք կարող եք անել պրակտիկայի ժամանակ, հա, որը արդեն մեր այս երկրորդ լեզվական գործոնի երկրորդ պունկտն էր, հա։ Այսինքն այս պրակտիկան իր մեջ ներառում է երկխոսությունների, տեքստերի վերլուծություն, քննարկում եւ բառապաշարի զարգացում։ Դուք սա կարող եք անել եւ իհարկե ձեր ուսուցչին ասելով, հա, անգլերեն պարապելիս, եւ դուք միայնակ կարող եք շատ ռեսուրսներ գտնել, այսինքն թե իմ մոտ ես շատ listening-ի task-եր եմ post-ում, հա, ամեն ինչ կարող եք գտնել, թե կրկնվում եմ, մենք արդեն այնքան ռեսուրսներ ունենք, որ դուք կարող եք թեկուզ YouTube-ում էլ կամ ուրիշ տեղ գտնեք տեքստեր, վերլուծեք, քննարկեք եւ բառապաշար զարգացնեք։ Միայն դասերի ընթացքում սա լավ կլինի, որովհետեւ դուք ինչ որ բան կարդալուց հետո դա կկարողանաք քննարկել ձեր դասախոսի հետ կամ խմբակում, հա, որը ձեզ բնականաբար շատ լավ պրակտիկա կլինի եւ այսպես ասած անգլերեն English speaking environment, որտեղ դուք խոսեք, դուք կհասկանաք, որ բոլորը անգլերեն են խոսում, միգուցե դուք այդ հնարավորությունը չունեք, հա, դուք առօրյայում օգտագործում եք միայն հայերեն։ Քերականության ընդգրկում հարկ եղած դեպքում, այսինքն կրկին սա ձեր դասախոսը դասատուն պետք է նկատի, որ դուք այս թեմաները չգիտեք եւ հասկանաք։ Եթե դուք եւ դա ընդգրկվի ձեր տնայինում, հա, կամ ձեր դասերի ընթացքում։ Եթե դուք էլ զգաք, որ ինչ-որ թեմա չեք հասկանում, սա էլ է շատ լավ պրակտիկա, դուք էլ սա կարող եք ինքնուրույն անել, ինչ-որ թեման էլ փորձել, գտնել, անել, հա, վարժություններ։ Ինչ այլ խորհուրդներ ես կարող եմ տալ։ Սա սկսնակների համար է եւ այն մարդկանց, ովքեր ունեն միջին մակարդակ, բայց ցավոք սրտի բազային գիտելիքներ չունեն եւ գիտեք կարող եմ ասել, որ սա շատ մեծ խնդիր է եւ նկատած կլինեք, որ մարդիկ կան, ովքեր ինչ որ արտահայտություններ գիտեն, հա, օրինակ ինչ որ բան են օգտագործում, I go to school, ու սենց անդադ այս ինչ որ սենց fixed արտահայտություններ են, ունակ ասում են 3 ու էլի I go to school են, որ ասում ես լավ, բա եկեք փոխենք, բա սենց անենք, այսինքն սա ցույց է տալիս խոսում են դրա մասին, որ բազային գիտելիքները ճիշտ դրված չեն։ Դրա համար անպայման աշխատեք ձեր բազային գիտելիքների վրա։ Եթե դուք հատկապես սկսնակ եք, սա ամենակարևոր էտապն է, որ դուք հետո ընդհանրապես խնդիր չունենաք եւ ժամանակ չկորցնեք ու հետ չգաք այս բազային։ Եթե դուք երկրորդ տարբերակի ցավոք սրտի խնդիր ունեք, հա, դուք նկատում եք, որ դուք գիտեք սենց արտահայտություններ, ժամանակ տրամադրեք, հետ եկեք եւ աշխատեք բազային գիտելիքների վրա։ Ոչինչ, եթե ձեզ համար մի քիչ թվա դա ծանոթ արդեն, բայց աշխատեք դրա վրա, որովհետեւ ուրիշ ձև դուք այդ հարցը չեք լուծի, պետք է ժամանակ տրամադրեք։ Մի խորհուրդ, եթե դուք սկսնակ եք, կրկնեք ճիշտ կազմված նախադասություն, այսինքն փոխեք եւ կարդացեք միայն բարձրաձայն։ Հիմա եթե դուք դասատուի հետ անցնում եք մի թեմա կամ դուք մենակով, բայց եթե սկսնակ եք, ինչպես ասի, խորհուրդ կտամ դասեր վերցնել, ինչ որ նախադասություն եք տեսնում, հա, Millie, օրինակ, has got a job, դուք փոխեք, դուք սարքեք ձեր մասին, հա, այս նախադասությունը, I've got a job։ Այսինքն անպայման, եթե տեսնում եք ճիշտ կազմված նախադասություն, բարձրաձայն ասեք, դուք համ կաշխատեք արտասանության վրա, համ կսովորեք լեզվին։ Եվ փոփոխեք ձեր մասին սարքեք կամ ուրիշի ձեր ընկերոջ մասին պատմեք, բայց կրկնեք այս արդեն իսկ սովորած, հա, նախադասությունները։ Ամենատարածված սխալը, որ մարդիկ անում են, yes կամ no question-ները, իրենց պատասխանում են yes կամ no, այսինքն օրինակ ես ուսանողներ ունեի, որ հիմա իհարկե փոխել ենք, հա, այդ պատասխանները, բայց ունեի, որ ասում էի, ոնց որ ինչպես եք, լավ եք, ասում էին yes։ Ինչու է սա սխալ, որովհետև դուք ընդհանրապես այս դեպքում ոնց որ ես ձեզ հնարավոր դասախոսը, ձեզ հնարավորություն է տալիս խոսելու, որ դուք ինչ որ ձև պրակտիկա ունենաք ու դուք ես ասելով ոնց որ կրճատեք, փակվեք, պետք է ինչքան հնարավոր է խոսեք։ Այսինքն թեկուզ ձեր մասին պատմեք, եթե դուք չունեք ինչ որ նորություն պատմելու, հա, չգիտեմ, որ ասում են ինչպես անցավ ձեր օրը, դուք չգիտեք ինչ ասել, ինչ խոսել, ձեզ համար շատ ստեղ տարբերակներ կա, որոնց մասին ես կխոսեմ հիմա, այսինքն ուրիշ բաների մասին խոսեք, բայց պարտադիր պրակտիկա արեք, այսինքն խոսեք, ստիպեք ձեզ, որ դուք այդ հարցերին ինչքան կարող եք երկար պատասխանեք, հա։ Ստեղ նշել եմ, որ եթե կոնկրետ նպատակ չկա, տրամադրեք ժամանակ սովորելուն։
Նայեք, գիտեք, ստացվում է այնպես, որ օրինակ ինչ որ մեկը պետք է ճանապարհորդի, հա, 2 շաբաթից, կոնկրետ նպատակները իմանալ, թե ինչպես, չգիտեմ, պատվիրել ուտելիքներ, ինչպես հարցնել սա, ինչպես սա անել, booking, այսպեսի, ինչ որ սենց թեմաներ սպეციფիկ, եթե այսպիսի թեմաներ չկա, հա, եթե այդպիսի թեմաներ կա, խնդրեք ձեր ուսուցչին, որ կենտրոնանաք միայն որոշակի թեմաների վրա, եթե չկա, տրամադրեք լավ երկար ժամանակ, որպեսզի աշխատեք, ինչպես ասեցի, եւ բազային գիտելիքների վրա եւ ընդհանուր ձեր գիտելիքների վրա։ Սխալվելիս կրկնեք ճիշտ տարբերակը։ Շատ հայտնի կրկին սխալ է, որ սխալվելիս մենք ասում ենք հասկացա։ Տենց չէ, եթե դուք սխալվում եք, պարտադիր խնդրում եմ կրկնեք ճիշտ տարբերակը, որպեսզի դուք սովորեք, հա, այսինքն ձեր ականջը սովորի, որ լավ, դա ճիշտ չի հնչում, դա կօգնի ձեզ զգալ լեզուն, հա, այսինքն դուք կզգաք, որ դա ճիշտ չի եւ արդեն կկրկնեք եւ մյուս անգամ կզգաք, որ դուք կհիշեք այդ իրավիճակը, որ դուք կրկնեցիք, հա, ճիշտ տարբերակը։ Բացի դրանից, որ դուք կարող եք ունենալ մենտոր կամ աշխատել ինքնուրույն, դուք նաև կարող եք աշխատել տանը։ Այսինքն, եթե դուք նայում եք ինչ-որ YouTube-յան հոլովակ, հա, դուք ինչ-որ տեսանյութ եք լսում, դուք անպայման փորձեք տանը պատմեք սա, հա, պատմեք տեքստեր, այսպես դուք ոնց որ նաև տեսանյութեր, հա, դուք ձեր բառերով կարողանաք իրենց մասին խոսել, սկզբից անգամ եթե դժվար թվա, հա, բայց փորձեք պատմել, անգամ եթե դուք ինքդ ձեզ եք պատմում, կամ ինչ որ ձեր ընկերոջը կարող եք պատմել, բայց դա կզարգացնի ձեր մտքերը ձեր բառերով ներկայացնելու, հա, հմտությունները, որը շատ կարևոր է, հա, եւ նաեւ սա այս տարբերակը կարող եմ ասել արդեն միջինից բարձր մակարդակ ունեցողների համար է, հա, վերցրեք timer կամ ժամաչափ եւ ընտրեք որոշակի հարցեր, թեկուզ կարող է լինել դասերից կամ ինչ որ random հարց, որ կարող է լինել, եւ փորձեք պատասխանել այս հարցին 2 րոպեում։ Սա ոնց որ առաջի տարբերակն է, այնուհետև դուք կարող եք երկրորդ անգամ կրկնեք նույն վարժությունը, բայց արդեն 1.5 րոպեում։ Սա բարձր մակարդակի ուսանողներին կօգնի, որպեսզի զարգացնեն իրենց խոսքի արագությունը։ Ժամանակի ընթացքում, եթե դուք շաբաթը 1-2 անգամ այսպիսի վարժություններ անեք, արդեն իսկ 2 շաբաթից դուք կզգաք շատ մեծ ռեզուլտատներ, այսինքն բավականին լավ տարբերակ է, կարող եք փորձել։ Այս բոլոր խորհուրդները կրկնեմ, որ իրենք շատ անհատական են, այսինքն լեզուն այնպիսի բան է, որ դուք պետք է փորձեք, ոնց որ եւ կարծում եմ շատ այլ բնակավարներ, հա, այսինքն ինչ որ գիրք եք կարդում, չեք հավանում, փոխում եք, չէ՞, գիրքը, այսինքն չեք շարունակում այդ կամ ֆիլմ եք նայում, չենք հավանում, անջատում ենք, բայց ուրիշ ֆիլմ ենք գտնում։ Այստեղ էլ դուք պետք է գտնեք, փորձեք գտնել տարբերակներ, որոնք ձեզ հարմար են, որոնք ձեզ ոնց որ ինչ որ ձեզ հաճելի են, հա, այսինքն տհաճ չի այդ ընդհանուր սովորելու ընթացքը։ Ինչպես կարող ենք նաև մենք աշխատել տանը, մի այլ հետաքրքիր տարբերակ ասեմ, հատկապես եթե դուք ուզում եք ձեր արտասանության վրա աշխատել, օգտվեք on-line բառարաններից։ Այսինքն, եթե դուք սովորում եք նոր ինչ-որ բառեր, հա, գտեք այս բառարաններում այդ բառի արտասանությունը, հա, բառի իմաստը, ես այստեղ դրել եմ օրինակ այն բառարաններից մեկը, որից ես եմ օգտվում, եւ հղումներ եմ թողել, եւ դուք կարող եք գնել այնտեղ եւ ուղղակի լսել եւ կրկնել, հա, թե ինչպես ճիշտ արտասանել այն բառերը, որոնք սովորում եք։ Ինչ ուրիշ տարբերակ ունենք։ Նայեք, այն խորհուրդը, որ ես տվեցի, որ դուք կարող եք ինչ-որ թեմաներ, հա, քննարկել, եթե դուք չգիտեք, թե ինչ քննարկել, ինչ թեմաներ ընտրել, այստեղ թողել եմ մի հետաքրքիր կայք, որտեղ դուք կարող եք գտնել տարատեսակ թեմաներ, անպայման հետո նայեք, կարծում եմ ձեզ կհետաքրքրի եւ մի այլ հետաքրքիր նյուանս, որ կարող եք ձայնագրել ձեզ խոսելիս։ Սա շատ լավ տարբերակ է եւ դուք կարող եք բավականին լավ աշխատել ձեր արտասանության հմտությունների վրա, այսինքն դուք հետո կարող եք լսել եւ հասկանալ, լավ, այս բառը մի փոքր սխալ եմ ասում։ Անկամ դա կարող եք չնկատել խոսելիս, բայց ձայնագրելիս դուք դա կնկատեք։ Մյուսը իմ շատ սիրելի տեխնիկան է, որով ես ինքս իմ արտասանության վրա եմ աշխատել, դա shadowing տեխնիկան է։ Կխնդրեմ չաթում գրել, գիտեք այս տեխնիկան, ծանոթ եք իր հետ, թե ոչ։ Բավականին հայտնի տեխնիկա է, միգուցե ինչ որտեղ լսած լինեք։
Ահա, արդեն ունենք մեկով ծանոթ է այս տեխնիկային, շատ լավ է։ Մինչև կգրեք, ահա, ներկայացնեմ, հա, սա իմ ամենասիրելի տեխնիկաներից է և ամենաաշխատող, այսինքն այն է, որ ես կարող եմ ասել, որ դուք կրկին, հա, 2 շաբաթ ստաբիլ աշխատելուց հետո դուք կտեսնեք շատ մեծ արդյունքներ։ Ինչ է shadowing-ը։ Եկեք shadow բառը նայենք հենց իրեն, ինքը նշանակում է ստվեր։ Այսինքն դուք կարծես ստվերի նման, դուք պետք է կրկնեք այն, ինչ լսում եք։ Նայում եք ֆիլմ, հա, կամ նայում եք սերիալ և անպայման նայեք անգլերեն հենց իր բնօրինակ ձայնով, դուք այդ դեպքում արդեն ստոպ եք տալիս և կրկնում եք այն, ինչ որ լսել եք։ Օրինակ այն տարբերակը, որը ես արել եմ, ինձ ավելի հարմար էր գտնել YouTube-յան հոլովակներ, ես նայում էի Friends TV սերիալը, այսպես ասած, և մի նախադասություն լսելուց հետո, այսինքն դուք տեսնում եք, մեկը մի բան ասեց, ստոպ էի տալիս և կրկնում։ Ստեղ շատ կարևոր է ոչ միայն այդ բառերը ճիշտ կրկնել, այլ նաև աշխատել ձեր արտասանության վրա այն կերպով, որ ռիթմը ճիշտ կրկնեք, այն բառերը, որոնք կարևոր են, որոնք շեշտադրվում են նախադասության մեջ, դա կրկնեք, նաև ինտոնացիան, այսինքն այդ նախադասությունը վերև էր, այսինքն դա հարցական էր, թե ինչ նախադասություն էր, հա, այդ նախադասության ինտոնացիան նույն ձև դուք պետք է կրկնեք։ Եվ դուք դա կարող եք անել, գիտեք, օրինակ ստոպ եք տալիս 3-ից 5 անգամ կարող եք կրկնել, այնքան, մինչև դուք ինքներդ կզգաք, որ լավ, ես շատ նման եմ ասում, օրինակ ինչպես ասում է այս դերասանը։ Դուք նաև այսպես կսովորեք, ինչպես նշել եմ, հա, ընդմիջումներ ճիշտ անել, հա, ճիշտ բառերը շեշտադրել, չէ՞ որ անգլերեն լեզվում ամենակարևոր բառերը նախադասության մեջ շեշտադրվում են, դուք կսովորեք ընդմիջումներ անել, նաև շատ filler բառեր սովորել, որոնք լեզվակիրները սիրում են։ Այսինքն իրենք որ խոսում են, հա, ինչ որտեղ կանգնում են եւ ինչ որ մի filler, այսինքն լրացնող, հա, բառեր են ասում, okay, well, now, այսպես, you know, այսպիսի տարբերակներ։ Հաջորդը ուրիշ խորհուրդներ, որոնք կարող եմ ես ձեզ տալ, անընդհատ խոսեք, հարցերին տվեք երկար պատասխաններ, սա այն է, ինչ որ ես նշեցի կրկին yes or no-ի հետ էլ կապված, բայց yes or no հարցերի, բայց ես կարող եմ ասել, որ սա վերաբերվում է ամեն ինչին։ Խնդրում եմ, երբ տարբերակ ունենաք հարցերին, հա, պատասխանելու, տվեք երկար պատասխաններ, քննարկեք նորություններ։ Գիտեք, եթե դուք չգիտեք, օրինակ ձեր դասախոսի հետ ինչ քննարկել, կարող եք բացել աստղերի մասին նորությունները եւ քննարկել իրենց։ Այսինքն պարտադիր չի, որ դուք օրինակ ուսանող ունեն, որ հարցնում եմ ինչպես անցավ ձեր օրը, միշտ ասում էր, ոնց որ չգիտեմ ինչ ասեմ, իմ օրերը նույնն է, ես գնում եմ աշխատանքի, գալիս եմ տուն։ Այդ դեպքում մենք օրինակ սովորեցինք, որ պետք է կարդանք նորություններ եւ իմ ուսանողը ամեն շաբաթ հա ինձ պատմում է ինչ-որ մի նորություն, որ կատարվել է, պարտադիր չի պոլիտիկայի մասին, եթե դա ձեզ չի հետաքրքրում, դուք կարող եք տարբեր տեսակի նորություններ ընտրել ուրիշ երկրներում, ինչ-որ տեխնոլոգիաների մասին առաջխաղացումներ կան։ Օրինակի համար Դե բնականաբար փորձեք դիտել ֆիլմեր, կարդալ գրքեր, նորություններ եւ քննարկեք իրենց ձեր ընկերների հետ, ձեր դասախոսի հետ, ինչքան կարող եք ներգրավեք ձեզ լեզվի մեջ։ Միայն այդպես, հատկապես գրքեր կարդալով, իդեպ կամ եթե դուք չեք ուզում գիրք կարդալ, կարդացեք ստատյաներ, այսինքն հոդվածներ։ Այստեղ դուք չպետք է, արդեն գիտեք, գիրք կարդալիս մենք զգում ենք պատասխանատվություն, որ մենք պետք է ավարտենք, հոդված կարդալիս ոչ, իրենք կարճ են, դուք իրանց շուտ կվերջացնեք եւ խնդիր չի լինի այդ զգացման հետ աշխատելու հետ, հա, այդ զգացմունքի հետ աշխատելու հետ։ Հավելվածներ։ Մի փոքր զգացել եմ, որ մեզ մոտ այս հավելվածները չենք օգտագործում, բայց սա, այսինքն, եթե դուք փնտրում եք մարդկանց, ովքեր կուզենան իրենց լեզվական հմտությունները բարելավել, հա, դուք այս հավելվածների միջոցով կգտնեք այդ մարդկանց, այսինքն hello talk, tandem այս հավելվածներում մարդիկ շփվում են միմյանց հետ, որպեսզի միայն բարելավեն իրենց անգլերենի հմտությունները կամ ուրիշ լեզվի, որ ներբեռնեք այս հավելվածները, կտեսնեք, իհարկե շատ անհատական է, այսինքն եթե դուք պատրաստ եք, հա, մարդու տեսակից է գալիս, դուք պատրաստ եք անծանոթ մարդկանց հետ շփվել, ծանոթանալ, տարբեր երկրներից եւ բարելավել ձեր հմտությունները, այս հավելվածները կօգնեն ձեզ։
Ուրիշ հավելվածներ, որոնք ես ձեզ խորհուրդ կտամ, դա Quizlet-ն է։ Սա իմ ամենասիրելի հավելվածներից եւ նաեւ ինքը ունի webkայք, իրենցից մեկն է։ Խնդրեմ կասեք Quizlet-ին ծանոթ եք, գիտեք օգտագործել եք իրեն թե ոչ։ Քանի որ ինքն էլ է բավականին հայտնի հավելված եւ նաեւ website բառեր սովորելու համար։ Շատ լավ է, որ ծանոթ եք։ Նայեք, այստեղ դուք ունեք արդեն flash քարտեր, որտեղ դուք կգրեք, որտեղ դուք կարող եք գրել հա բառը եւ իր բացատրությունը հետեւի մասում, բայց իրենք e-քարտեր են, այսինքն դուք դա անում եք on-line եւ ես խորհուրդ կտամ, որ դուք կարող եք դա անել այն դեպքում, երբ օրինակ նոր բառեր եք սովորում, հա, ուզում եք այդ բառերը ավելի արագ հիշել, ապա այս Quizlet-ը, որ բնականաբար դասից վեբինարից հետո ես կթողեմ հա այս presentation-ը այնտեղ կտեսնեք, արդեն Quizlet-ը կարող եք գտնել, հավելված այնտեղ կտեսնեք, որ դուք կարող եք կազմել flash քարտեր եւ թեկուզ օրը միգուցե քնելուց առաջ 5 րոպե, որ դուք անցնեք այդ flash քարտերով, դուք շատ լավ կհիշեք այդ բառերը։ Սա նույնպես շատ լավ տարբերակ է, կարող եք օգտագործել, տեսնել, թե ինչպես է, ինչ եք դուք ոնց որ զգում, սա ձեզ համար աշխատող մեթոդ է, թե ոչ։ Ես ունեմ ուսանողներ, ովքեր այդ flash քարտերը սիրում են հենց թղթի վրա անել, որովհետև իրանք չեն սիրում օրինակ type անել, գրել։ Բայց type անելու ժամանակ մենք նույնպես կրկնում ենք այդ բառը, այսինքն սա ձեր համար լինում է կրկնակի պրակտիկա, ինչու ոչ։ Եվ վերջինը սա խաղ է, իրականում ինչպես եւ բոլորը, ես նույնպես սիրում եմ խաղեր եւ խաղերի միջոցով իհարկե մենք կարող ենք բարելավել մեր հմտությունները։ Միայն պետք է ընտրել ճիշտ բաներ, այսինքն ճիշտ հավելվածներ, որոնք դուք կօգտագործեք եւ կունենաք արդյունք։ Այստեղ ներկայացրել եմ Elevate-ը, իմ ամենասիրելի, հա, այսպես ասած խաղերից է, բայց այստեղ սա խորհուրդ կտամ այն մարդկանց, ովքեր ունեն միջին մակարդակ կամ միջինից բարձր, որովհետև անգլերենը ամեն ինչ, բայց ոչ միայն անգլերենի մասին է, այլ նաև կան տարբեր թեմաներ, հա, այսինքն կարող է ինչ-որ մաթեմատիկայի մասին էլ մի բան լինի, բայց դա շատ լավ պրակտիկա է, քանի որ դուք հաստատ առօրյայում միգուցե, հա, վել ճիշտ կարող է հնարավորություն չունենաք, հա, անգլերենով մաթեմատիկա ինչ-որ բան կարդալ, տեսնել, բայց ոչ միայն մաթեմատիկայի մասին է, երբ որ հավելվածը տեսնեք քանի եւ ունենաք, տեսնեք քանի ինչքան տարբեր են, հա, այդտեղի թեմաները։ Elevate-ի հետ եթե ինչ-որ մեկը ծանոթ է, անպայման chat-ում գրեք։ Կարծում եմ ինքը այդքան էլ հայտնի չէ եւ շատ իզուր, որովհետև իրականում շատ լավ ծրագիր է եւ ամեն օր կարող եք մտնել եւ զարգացնել ձեր հմտությունները։ Կարծում եմ մենք այսքանով կավարտենք մեր վեբինարը։ Ձեզ համար նաև պատրաստել եմ երկու նվեր, այսպես ասած, ինչպես եւ խոստացել էի։ Նայեք, առաջին նվերը որ կա, սա Grammar Tracker-ն է։ Կարծում եմ ովքեր այս մի ամսվա մեջ միացել են իմ բլոգին, գիտեն թե Grammar Tracker-ը ինչ է։ Եթե ոչ, ձեզ ներկայացնեմ, ինչպես տեսնում եք, հա, նկարի մեջ ամեն մակարդակի համար կան թեմաներ։ Այսինքն դուք կարող եք այս tracker-ը լրիվ անվճար ներբեռնել եւ հասկանալ, հատկապես եթե դուք միայնակ եք աշխատում ձեր հմտությունների վրա։ Անպայման ներբեռնեք, հա, այս tracker-ը եւ անցեք թեմաներով։ Այսինքն դուք այսպես կհասկանաք, թե որ թեման եմ ես բաց թողել, որ թեմայի վրա պետք է աշխատեմ եւ կարող եք նաև checklist-ի նման, հա, ինչպես եւ tracker-ում տեսնում եք, այդպես անցնել թեմաներով։ Եվ երկրորդ նվերը, դա արդեն ձեզ համար պրոմո կոդ է, քանի որ ես ունեմ ինքնուրույն դասընթացներ, քանի որ կրկին կարծում եմ, որ իմ բլոգին նոր եմ միացել, տեսել այս մի ամսվա մեջ, ինքնուրույն դասընթացներ այն մարդկանց համար, ովքեր սովորում են հենց ինքնուրույն անգլերեն, կամ թեկուզ դուք անհատական դասեր ունեք, բայց ուզում եք կողքից պրակտիկա, ինչ է իրենից ինքնուրույն դասը, դա այն է, որ դուք միանում եք դասին եւ առանց դասատուի ստուգելու, հա, դաս եք անում, այսինքն ինքը լրիվ full անհատական դաս է, բայց ինտերակտիվ ծրագիրը ստուգում է ձեր պատասխանները, հա, այստեղ լրիվ full անհատական դաս է կազմված, դուք միանգամից ստանում եք ստուգված պատասխաններ, քերականական բացատրություններ, շատ կարևոր թեմաներ, որոնք պետք է անցնեք եւ կա ինտերակտիվ ֆորմատ։ Եվ տարբեր տեսակի արդեն մոդեռն վարժություններ։ Պրոմո կոդը հենց վեբինարն է, անպայման նույնպես հետո կնշեմ։
Կարծում եմ այսքանով կավարտենք մեր վեբինարը, եթե դուք ունեք ինչ-որ տեսակի հարցեր, խնդրում եմ ինձ գրեք իմ ինստագրամյան էջին կամ թեկուզ տելեգրամյան ալիքին, սիրով կպատասխանեմ բոլոր հարցերին, պրեզենտացիան արդեն ներբեռնված է, կարծում եմ հենց նույն հղումով, այսինքն դուք ընտեղ, որ դասի նյութ մտնեք, կտեսնեք հենց պրեզենտացիան, անպայման անցեք վրայով, տեսեք, թե նայեք, այստեղ պրեզենտացիան, որ դուք բացեք, սեղմեք այստեղ, հենց սրա վրա, որ սեղմեք, ինքը ձեզ կտանի այդ հղմամբ և դուք կարող եք ներբեռնել։ Եթե ինչ-որ խնդիր լինի ինձ ասեք, բայց չի լինի, քանի որ PDF ֆայլի տեսքով դուք տեսնելու եք պրեզենտացիան, կարող եք ներբեռնել և այստեղ էլ, եթե դուք ուզենաք, անպայման նշեմ ձեզ, եթե դուք B1 մակարդակ ունեք, նոր այս դասընթացները խնդրում եմ գնեք, քանի որ եթե դուք սկսնակ եք, ցավոք սրտի իրենք շատ դժվար կլինեն ձեզ համար, և նաև ուզում եմ ասեմ, որ սա առանձին պլատֆորմա է, այսինքն դուք պետք է այնտեղ տրամադրեք ուղղակի ձեր էլեկտրոնային հասցեն։ Կարծում եմ վեբինարից հետո արդեն իսկ կլինի, հա, եթե չլինի, ես անպայման ձեր էլեկտրոնային հասցեն կուղարկեմ և մեկ անգամ էլ թարմացրեք, որովհետև արդեն ծրագրային է, կարծում եմ հենց վեբինարից հետո կերևա, և ուզում եմ ձեզ վերջում այսպիսի մի quote ցույց տամ, The expert in anything was once a beginner, սա ձեզ ուզում եմ հիշեցնել այս quote-ով այն, որ բոլորս էլ ինչ-որ բանում սկսնակ ենք եղել կամ սկսնակ ենք լինելու, քանի որ միգուցե կսովորենք ինչ-որ նոր բան և ուզում եմ ձեզ մոտիվացիա տալ, որ դուք չվախենաք հանկարծ ինչ-որ նոր բան սկսելուց, հատկապես եթե դա անգլերենի մասին է, չվախենաք թեկուզ դասերը սկսել, վերսկսել, քանի որ ինչպես և նշված է, հա, բոլորս էլ նորեկ լինում ենք կյանքի ինչ-որ էտապում։ Եկեք մի փոքր տրամադրեմ ժամանակ ձեր հարցերին, եթե ինչ-որ հարցեր կա կուզենայիք քննարկել, գրեք չաթում, ես սիրով կտեսնեմ և կպատասխանեմ իրենց, կարող եք կապված ինչ-որ դասի հետ էլ, կամ հենց վեբինարի հետ կապված, անդադ դաս եմ ասում և մոռանում եմ, որ մենք վեբինար ենք։ Եթե հարցեր չկան, մենք կարող ենք արդեն վեբինարը ավարտել։ Եկեք մի րոպե էլ սպասենք։ Շատ լավ, կարծում եմ, ձեզ էլ եմ շնորհակալ, ձեր ժամանակի համար էլ, հուսով եմ օգտակար եղավ այս վեբինարը և կաշխատեմ շուտ-շուտ անցկացնել, հա, այսպիսի վեբինարներ, որ ինչ-որ ձև ձեզ կարողանամ օգնել, քանի որ ինֆորմացիան իրականում շատ է, ժամանակն էլ խոստացածից իհարկե մի քիչ ավել եղավ, որովհետև հնարավոր չէ այս ինֆորմացիա ներկայացնել այսքան կարճ ժամանակում։ Thank you as well, շատ շնորհակալ եմ, որ միացաք, եթե հարցեր չունեք, որ խնդրեմ ծրագրի անվանումը կասեք, որ ծրագրի, որ խնդրեմ կասեք, ինչի մասին է խոսքը, որովհետև ստեղ մի քանի ծրագիր կա, եթե կարծում եմ, եթե այս հավելվածների մասին եք, ստեղ գրված է, եթե իմ ծրագրի մասին եք, դա արդեն ես ձեզ կուղարկեմ, ստեղ տեսնում եմ, որ մեկի անունս սլայդը կուղարկեք է, անպայման կուղարկեմ, դասի գրքին, վեբինարի վերջում կտեսնեք սլայդը, մի հատ խնդրեմ ուղղակի նշել, թե ինչ ծրագրի մասին է խոսքը, okay, կարծում եմ այլևս հարցեր չկան, հա, եթե չկան կարող